Բարի լույս ելի հեռուստադիտողներ ողջույնին այսօր հուլիսի աչքներս թարթում ենք հուլիսն էլ արդեն ընթացքի մեջ է, ես կասեի ընդամենը մի քանի օր եւ կնկատենք, որ այն էլ է մոտենում իր ավարտին, ամբողջ տարի սպասում ենք ամռանը, ամառը գալիս է գնում է, բան չենք հասկանում։ Իսկ որպեսզի հասկանանք, եկեք այն հնարավորինս հետաքրքիր անցկացնենք, գոնե առավոտները սկսենք միասին էլ շարունակենք։ Վաղ առավոտյան մեզ արթնացնելու համար իհարկե այստեղ նախատեսված է, մեզ միշտ բերում են Սանդորա հյութեր, կարմիր շնարինջ, որը իր թթվաշությամբ, իր համով եւ իր վիտամիններով իհարկե ի վիճակի է մեզ ուշքի բերել եւ տրամադրել իհարկե աշխատանքին։ Դե բարի լույս բոլորին, մինչ ես կմպեմ իմ Սանդորա հյութը, այդ ընթացքում առաջարկում եմ ձեզ ծանոթանալ օրվա նշանավոր իրադարձություններին։ Տեսնենք հուլիսին, ինչով է նշանավորվել պատմության մեջ։ Բարի լույս եւ հաճելի օր եմ մաղթում բոլորին։ Այսօր հուլիսի 9-ն է, Արգենտինայի անկախության օրն է։ 1357 թվականին Կարլ IV կայսրը Պրահայում դրեց Կարլի կամրջի հիմնաքարը։ 1762 թվականին սկսվեց Եկատերինա II-ի 34 տարվա կառավարումը ռուսական կայսրությունում։ 1877 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելը ստեղծեց առաջին հեռախոսային ընկերությունը Bell Telephone Company։ 1877 թվականին Ուիմբլդոնում կայացավ թենիսի առաջին մրցաշարը։ 1955 թվականին տպագրվեց Բերտրան Ռասելի եւ Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմված մանիֆեստը։ 2007 թվականին Արարատի գագաթը նվաճեց ամենամեծ 9 հոգանոց մի խումբ։ 2011 թվականին Հարավային Սուդանը հռչակեց իր անկախությունը։ 1751 թվականին այսօրը ծնվել է ռուս մեքենաս, արվեստի հովանավոր Կոմս Նիկոլայ Շերեմենտևը։ 1938 թվականին այսօրն է ծնվել թատրոնի եւ կինոյի խորհրդային ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լիա Ախեջակովան։ 1941 թվականի հուլիսի 9-ին ծնվել է հայ քաղաքական գործիչ եւ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Պուշկին Սերոփյանը։ 1956 թվականին այսօրը ծնվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր եւ կոմպոզիտոր Թոմ Հենքսը։ Օսկարի կրկնակի դափնեկիր, հայտնի է նաեւ Ֆորեստ Գամփ, Կանաչ մղոն, Լքվածը ֆիլմերից։ 1964 թվականին այսօրը ծնվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Կորտնի Լավը։ 1975 թվականի հուլիսի 9-ին ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ Ջեք Ուայթը։ Վերադարձանք սիրելի հեռուստատողներ, ուղիղ եթերը շարունակվում է, դուք կենտրոն հեռուստաընկերության հետ եք, իսկ մեզ հետ են նաև մեր հյուրերը, շատ տարբեր մարդիկ, տարբեր հետաքրքիր պատմություններով, գործերով, իրադարձություններով կիսվում են մեր եթերից ձեզ հետ եւ այսօր այդպիսի մի պատմություն, գեղեցիկ մի միջոցառման մասին խոսելու ենք։ Եվ այսպես մենք այս պահին ունենք հյուրեր, տեղի է ունենալու Օպերա Վիվա համերգ, Օպերա Վիվա, պատկերացնում եք արդեն շատ լավ է հնչում։ Գեցե օպերան, հա։ Այո։ Եվ պրոդյուսեր Հայկ Հարությունյանն է, մեր հյուրը բարև ձեզ։ Եվ դաշնակահարուհի Նվարդ Մարուխյանը։ Ողջույն։ Բարև ձեզ, բարով եք եկել, շատ ուրախ ենք տեսնել։ Իհարկե ես փոքր-ինչ տեղեկացված եմ այս միջոցառման հետ կապված, հաշվի առնելով այն, որ այսպես ակտիվ հետևում եմ Facebook-յան պատի իրադարձություններին, եւ Հայկի ակտիվությունը այնտեղ իմ պատի վրա այսպես նկատելի է ու գրեթե տեղյակ եմ ինչ է սպասվում, բայց մեր հեռուստադիտողներին, ովքեր այսպես ժամանակ չեն ունեցել կամ դեռ տեղյակ չեն, կփորձենք տեղեկացնել։ Ինչով է կայանում բացառիկությունը Հայկ այս միջոցառման եւ ինչ է իրենից ներկայացնում, ինչ է սպասվում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ուրախ ենք ձեր մոտ գտնվել։ Փորձեմ կարճ հակիրճ ներկայացնել, ինչ է իրանից ներկայացնում Օպերա Վիվան, ուրեմն սա օպերային երգիչների եւ առհասարակ կլասիկ երաժշտության ակումբային նոր ֆորմատ է, կարելի ասել նախագիծ, որը միավորում է երիտասարդ օպերայի երգիչների, ինչպես նաեւ երաժիշտների, որոնք հանդես են գալու, այսպես ասեմ, ոչ ավանդական հարթակներում, ոչ ավանդական, որտեղ դուք գիտեք, որ օպերան ընդունված է տրադիցիոն, այսպես ակադեմիական բեմերից մատուցել։ Մեր մոտ մի քիչ այլ ֆորմատ է, ավելի ոչ ֆորմալ մթնոլորտում է լինելու, ուրեմն այդ ելույթները։ Եվ առաջի պրեմիերան այսօր է կայանալու մեծո ակումբում։ Ժամը 9-ին։ Օգտվելով առիթից հրավիրում եմ մեր նորմալ ժամ է, հարմար, աշխատանքից հետո կարող են գնալ տուն մարդիկ, ընթրել,
հանգիստ, Գեղեցիկ զգեստափոխվել, գեղեցիկ երեկոյան զգեստներով ներկայանալ այս միջոցառմանը։ Ժամանակը այնքան է արագացել, Հայկ, որ տարբեր իրավիճակներ հիմա ադապտացվում են եւ պրոդյուսերները, օրինակ նաեւ դուք մտածել եք այսպիսի մի քայլ կատարել, դարձնել օպերային երգեցողությունը կամ ստեղծագործությունները, որոնք պոպուլյար են, ներկայացնել այսպիսի ֆորմատով, այսպիսի հարթակից։ Ոնց տեղի ունեցավ այդ միտքը, որտեղ եք, ինչ եք անում, օպերայում եք նստած, ինչ որ ներկայացման եք, մտածեցիք, բայց կարելի է այսպիսի բան էլ մտածել։ Գաղափարը ոնց եղացավ։ Ասեմ ձեզ, ուրեմն երկու, հա, այսպես ասած, երկու ուժ ա եղել, որ ինձ ստիպել է, հա, ասենք, բերել է այս մտքին, այսպես ասեմ։ Առաջինը նաև որ այն հանդիսատեսը, որը գնում է օպերա, հա, որը ավելի շատ բարձր տարիքի հանդիսատես է, դա մի մասն է մեր աուդիտորիայի, իսկ կա նաև երիտասարդություն, որոնք ուղղակի չեն գնում նմանատիպ հաստատություններ, որտեղ ուզում են իրանց ավելի ազատ զգան, միգուցե ուզում են գնան իրանց մտերիմների հետ, հա, զույգերի հետ եւ այլն, միգուցե մի բաժակ ալկոհոլի ներքո, հա, վայելեն երաժշտությունը եւ դա մի պատճառն էր, որ կա հանդիսատես, որը ուղղակի չի վայելում, չի ունկնդրում օպերային երաժշտություն, առհասարակ կլասիկ երաժշտություն, ու մենք փորձում ենք իրանց համար հատուկ սարքենք ծրագիրը, դա պոպուլյար ծրագիր է լինելու, չի լինելու այն երկար, ծանր օպերային արյաները, որոնք ընդունված են, հա, Իսկ ինչ էլ հնչի, բոլորին քիչ թե շատ ծանոթ։ Ծանոթ կլինի, այո, ծանոթ մեղեդիները մենք փորձել ենք այսպես պոպուլյար արյաներից, նեապոլիտանական երգերից ձևավորել ծրագիրը։ The best հավաքածու է լինել։ Այո, կարելի է տենց ասել։ Դա մի կողմն էր, երկրորդ կողմը շատ կարևոր է, երիտասարդ ուրեմն երաժիշտները եւ երգիչները, գիտեք, փակ աշխարհ է շատ, ասենք օպերային աշխարհը, որ շատ դժվար է ներթափանցել եւ հնարավորություն ունենալ ցուցադրել սեփական, հա, ասենք երգեցողությունը, սեփական արվեստը։ Մյուս կողմից դա եղե պատճառը, որ մենք փորձում ենք հարթակ բացել, ստեղծել երիտասարդ տաղանդավոր երգիչների համար, որոնք կարողանան ուղղակի ցուցադրել իրենց արվեստը Դասական երգիչ, դասական երգիչ երգչուհիներին արդեն տարիքով կայացած, որ սովորեն հենց այդպիսի դասական բեմերի, շատ դժվար կլինի համոզել, որ նրանք ելույթ ունենան ակումբային պայմաններում։ Դա է արդյոք պատճառը, որ երիտասարդ երգիչ երգչուհիների Ճիշտ ասած մենք փորձը չենք կատարել համոզելու, բայց մենք հրավիրել ենք, հա, այսպես ասեմ, հրավիրել ենք բոլորին, այդ թվում է տրադիցիոն, հա, շկոլա, այսպես ասած, անցած երգիչներին, երգչուհիներին, որոնք սովոր չեն նման մթնոլորտում, միգուցե իրանց դուր գա եւ մեր կողմից կամ իրենց կողմից լինի առաջարկություն մասնակցելու։ Ես այստեղ ուրիշ բան եմ որսացի, բացի այդ պատճառը, որ դու նշեցիր, երբ որ նայում ես պաստառին գովազդային, բոլորը համակրելի թարմ, գեղեցիկ երիտասարդ դեմքեր են։ Սա եւս պրոդյուսերական աշխատանք է, այսպես գրավել նաեւ տեսքով, հա, այսպես նայում են պաստառին եւ տեսնում են մեկը մեկից երիտասարդ նոր սերնդի ներկայացուցիչներ, հետաքրքիր է ինչ նրանք կներկայացնեն, ինչ մոտեցում կունենան, սա էլ երևի պլյուսներից մեկն է։ Միանշանակ, էսթետիկ մասը շատ կարևոր է բնականաբար, առավել եւս բոլորը առաջին հերթին իհարկե տաղանդավոր են, բայց արտաքին մասն էլ է շատ կարևոր։ Ես ուրախ եմ, որ մեր մոտ այսպիսի գեղեցիկ, ուրեմն Եվ տաղանդը, եւ գեղեցկությունը, եւ երիտասարդությունը։ Ուրեմն ասենք, որ ելույթ են ունենալու այսօր Հայկ Տոնգուրյանը, Թեյով, չէ՞։ Թոնգուրյան, ներողություն, Խաչիկ Բեկյանը, Վիգեն Ահարոնյանը, Ալին Գոյանը եւ Հասմիկ Հարությունյանը։ Իսկ նվագակցությունը ինչպես է լինելու։ Միայն դաշնամուրով եւ նվարդն է ամբողջ ընթացքում նվագելու, թե նաեւ օրկեստր կա այնտեղ։ Չէ, նվագակցությունը լինելու է ռոյալով։ Այո, դեռ որ միայն դաշնամուրով, հիմնական մասային վրա է, կարող եմ չէ՞ Լևոնի մասը։ Ունենք իհարկե օգնող դաշնակահար, որպեսզի ամբողջ բարդություններին վրա չմնա, եւ լինելու է նաեւ Լևոն Հարությունյանը, որը նաեւ փորձերին ու աշխատանքներին մեծ մասնակցություն ունի։ Ինչ ոգևորություն ունեք, ինչ զգացողություններ ունեք եւ ձեր կարծիքը այս ֆորմատը հետաքրքիր է նաեւ ձեզ համար որպես երաժշտի։ Շատ ոգևորված ենք բոլորս։ Բոլորով
լիովին լցված ենք ոգևորությամբ, էնտուզիազմով, շատ հաճույքով ենք փորձեր արել, շատ հետաքրքիր են անցնում մեր փորձերը, շատ թեթև մթնոլորտում, շատ հումորներով, կատակներով եւ իհարկե ստեղծագործական մթնոլորտում։ Բոլորս մեծ հավատքով ենք լցված եւ այն հաճույքը, որ մենք ստացել ենք փորձերից եւ կատարումներից, ուզում ենք այսօր մատուցել հանդիսատեսի դատին եւ շատ հուսով ենք բոլորով, որ նույն հաճույքը կպարգևենք հանդիսատեսին։ Իրականում գովելի է հենց այն ցանկությունը, հա, զուտ պրոդյուսերի կողմից էլ, հա, ոչ թե գնալ ինչ որ չափով հեշտ աշխատող տարբերակների հետևից, այլ հետաքրքրության համար այսպիսի փորձարկում էլ անել, փորձարկում, որի հիմքում ընկած է թեկուզ եւ աջակցել երիտասարդ կատարողներին, ովքեր իրենց շատ լավ կզգան, հա, իրենց սիրելի ստեղծագործությունները, իրենց գործը կատարելիս այս պարագայում։ Հիմա վերադառնանք դասական աշխարհի ընկալումներին եւ ընդունելությանը։ Ես հիշում եմ տարբեր տեղերում ընթերցել եմ Լուչիանո Պավարոցին, լեգենդար, երբ որ իր ընկերների հետ ֆենոմենալ այդ համերգները անում է, որը բոլորիս հայտնի են, նույնիսկ նա չխուսափեց տարբեր քննադատություններից, որովհետև դասական աշխարհը գծված է իր կանոններով, նիստ ու կացով։ Այնտեղ մենք հասարակ մարդիկ, լավ, ես հասարակ մարդս, միայն ես ինձ վրա վերցնեմ օրինակը, եթե հանկարծ մի բան շփոթվեմ, կդառնամ նրանց այսպես հարցակման թիրախը։ Եթե նույնիսկ Պավարոցին էին ասում, որ պապսա է գնացել, որ երգում է, չգիտեմ, այնտեղ ոչ պակաս լեգենդար այլ երգիչների հետ, վաղ չկա, որ այսպես օպերային էլ մոտ եք գտնվում, այնտեղից այսպես նշանակետ վերցնեն, ասեն, «Օ, ինչ է կատարվում, ռեսպուբլիկան», այսպիսի բաներ։ Իրականում կանոնները նրա համար են, որ խախտես այդ կանոնները։ Հայկական մոտեցումը բոլոր տիպի օրենքների եւ կանոնների։ Չէ, բոլոր օրենքների մասին չի խոսքը, ուղղակի տրանսֆորմացիա է պետք ցանկացած երևույթի, ցանկացած ինչ որ արվեստի, ինչ որ տարի եւ այլն, որովհետեւ ժամանակի ընթացքում նոր սերունդ է գալի իր պատկերացումներով, իր առօրյա նույնիսկ այսպես ասեմ սովորույթներով, հա, որոնց մեջ դու չես կարա հին կանոններով, այսպես ոնց որ ասեցի, թափանցես իր աշխարհ, հնարավոր չի, դու պետք է ինչ որ իր կանոններից ինչ որ բան վերցնես, այո, ադապտացիա անես եւ մատուցես։ Եվ իրականում, այո, շատ մեծ հնարավորություն կա, որ այն երիտասարդը, որը լսի այս երաժշտությունը, վաղեմիսօր ավելի այլ պահանջ ունենա ու գնա արդեն նաև պաշտոնական ներկայացումների, որոնք ակադեմիական տարբերակով։ Ես վստահ եմ դրա մեջ, ավելին ասեմ, երբ որ դու չես կարողանում 10, հա, այն միգուցե այն ինչ որ ինչի մասին չեն խոսում, ինչը չեն հարցնում, իրանք չեն գալի, բայց դու ես մատուցում դա, մարդկանց մոտ ձևավորվում է այդ սովորությունը, օրինակ ասում են, ահա, լսեք ինչ հետաքրքիր է, ինչ լավ է եւ այլն, իրանց հիշողությունները առաջանում, դա վերաբերում է ցանկացած, ասենք ոչ միայն համերգային գործունեության, այլ նույն հեռուստատեսությանը։ Երբ որ դու չես լսում լավ երաժշտություն, դու չես կարող գնահատել։ Եթե հիշում եք, չգիտեմ, հիշում եք թե չէ, ես էլ չեմ տեսել, ճիշտ ասած, շատ եմ պատմել, որ Սովետ միության ժամանակ Հայաստանի կոլխոզներում Խաչատուրյան էին մատուցում այդ մեծ այդ սպիկերներով, կախված։ Հա, եւ այդ նույն գյուղացին, որ բերքը հավաքում էր, արդեն ազատ էր լինում, բերում էր Երևանում վաճառում էր, արդեն հիշում էր դա եւ գնում էր օպերային թատրոն տոմս էր առնում, որ վայելի այդ ներկայացումը։ Իսկ հիմա ինչ պետք է ինքը ինչ տոմս պետք է առնի, ուր պետք է գնա, հա։ Իրականում մատուցում սարսափելի։ Մենք համաձայն ենք ու մենք մեր հաղորդումը կամ մեր գործունեությունը, որը ծավալում ենք հեռուստատեսությունում եւ ռադիոյում, փորձում ենք հենց այդ ուղղությամբ տանել, ոչ թե գնալ պահանջարկի հետևից, այլ նաեւ առաջարկել, ներկայացնել լավը, գեղեցիկը, հետաքրքիրը, որովհետեւ մարդիկ եթե չունենան այդ հնարավորությունը այստեղից այնտեղից գտնելու այդ հնարավորությունները, ուրեմն համատարած ճահիճ կլինի, որտեղ ոչ ոք ոչինչ չի ցանկանա։ Չէ, եւ հետո գիտեք, շատ մարդիկ, շատ երիտասարդներ կարող է հարց տաս եւ ասեն, որ օй մենք չենք սիրում օպերային երաժշտություն, բայց դու հասկանաս, որ նրանք երբևիցե չեն էլ լսել։ Նախ պետք է լսել, հետո հասկանալ, սիրում ես թե չես սիրում։ Ու նմանատիպ համերգների ժամանակ միշտ լինում են կատարումներ, որոնք այնպես են ներթափանցում քո ամբողջ էության մեջ, որ դրանից հետո չնայած տեղական արտիստ է կատարել, բայց դու գնում ես սկսում ես հետազոտել
աշխատել, պրպտում ես, գտնում ես ով է այս երգի հեղինակը, ինչ ուրիշ տարբերակներ կան, ու անկախ քեզանից հանկարծ դառնում ես այդ ոճի կամ այդ երաժշտության սիրահարը։ Այնպես որ կարծում եմ լավ գործ է կարել։ Ես հանկարծ նաև գիտակցեցի, որ խոսում ենք երիտասարդ, հիմա այն տարիքային խմբում ենք 30-ից սկսած այդ պահանջները ավելի են ակտիվանում այդ երիտասարդները, հա, որ ուզում են նաև այս կողմը երաժշտության բացահայտել։ Ինձ համար սա կլինի հրաշալի երեկո, ես պատկերացնում եմ, որտեղ կլինեն շատ գեղեցիկ ստեղծագործություններ, ես ձեզ եւս առաջարկում եմ ու հնարավոր է դուք ձեզ համար բացահայտեք նոր հետաքրքիր կատարողի, որովհետեւ 5 երիտասարդներ պատրաստվում են ամեն մեկը փայլել մեծոյում եւ լինելու է յուրահատուկ երեկո, օրը այսօր 5-շաբթի է։ Դարձեք սովորական 5-շաբթին հաճելի օպերային երաժշտությամբ լցված երեկոյի։ Մոսկվայից է եկել այդ միտքը։ Ես գիտեմ վերջին շրջանում աշխատում եք Մոսկվայում եւ այնտեղի եռուզերը ու այնտեղի փորձությունները ադապտացնում եք այստեղ, կա այնտեղ էսպիսի իհարկե արտոնագրում։ Այո, Մոսկվայում ես նմանատիպ մի նախագծի ներկա եմ եղել, իմ ընկերներն են անում, ջազային ակումբներից մեկում է անցկացվում։ Մի քիչ ուրիշ ֆորմատ է այնտեղ ոնց որ բաց բեմա, ասենք, եւ ոչ միայն օպերային, նաեւ ինստրումենտալ երաժիշտներ են գալի նվագում եւ այլն, բայց ընդհանուր միտքը, ընդհանուր ասենք, ասեմ, կայծը ընդեղից է առաջացել, որտեղ տեսել եմ ուրբաթ երեկոյան հավաքվում են գիշերը նույնիսկ 11:30 սկսվում միջոցառումը, շատ հետաքրքիր էին արել ու բաց բեմա, ցանկացած երաժիշտ, լինի դա ասենք կարող է կանոն լինի, կարող է սաքսոֆոն լինի, բալալայկաներով նույնիսկ բանա բենդա լինում գալիս են։ Չունենք, պատկերացնում ես բաց բեմա, այո։ Jam session։ Բեմա, որում մեծ մասը կլասիկ երգիչներ են գալի ու փորձում են կոնտակտ ստեղծել անմիջական հանդիսատեսի։ Դա էլ է հաճելի իրանց համար։ Յուրահատուկ հաճելի է, լսողի համար էլ է հաճելի, տեսնել ինչ տարերքի մեջ են նրանք ընկնում ու ինչ է ստացվում։ Լավ, իսկ արժեքը շատ թանկ է։ Շատ մաչելի է։ Եթե ոչինչ չուտեն եւ չխմեն, ուտել խմելը դա արդեն ինդիվիդուալ մոտեցում է։ Ինդիվիդուալ է, ու չենք կարող դրա համար։ Ընդ որ իմիջիալոս մեզ հետաքրքիր հարց տվեցին։ Պահվում ամենտեղ։ Հետաքրքիր հարց տվեցին, ինչ կանի օպերային երգիչ, երբ որ ակումբում դուրս գա բեմի վրա եւ առաջի շարքում քյաբաբ պատվիրեն կամ չգիտեմ ինչ որ հոտավետ մի բան, ոնց է վարվելու։ Ես վստահ եմ, որ ասենք այն մեծոյում երաժշտությունը, որը որ կլսի, հա, մեր հանդիսատեսը, իրեն թույլ չի տա։ Ուղղակի, հա, ներքուստ իրանք չեն կարողանա այդպես պատվեր տան ուղղակի։ Օրինակ երաժիշտներ կան, վերջերս էլի անդադ խոսում ենք այդ տղայի մասին, այդպես էլ հյուր չենք կարողանա բերել իտալացի հայտնի երաժիշտներից մեկը, որ կրկին ժամանում է Հայաստան, առիթ ունեցանք փորձելու կազմակերպել ակումբային համերգներ, որովհետև արտասահմանում վիդեոներով եւ մի շարք տեղերով տեսել էի, որ նա այնուամենայնիվ ակումբներում համերգ տալիս է եւ Հայաստանում էլ որոշեցինք այդպիսի բան կազմակերպել, պայմանը մեկն էր՝ մի պայմանով կապ չունի ակումբը մեծ է, փոքր է, հայտնի է, անհայտ է։ Մութ է, թե լույս է, հա։ Ինձ համար կարևորը, որ սեղանի վրա ուտելու ոչինչ ու եւ խմելու ոչինչ չլինի, այսինքն ինձ լսող հանդիսատեսը պիտի լսի ինձ, այդպիսի պայման, չես կարող ասել։ Ես եմ կազմակերպել համերգներ նմանատիպ պայմաններով։ Ամեն մեկը ինչ որ մի բան ունի։ Բայց այստեղ կարծում եմ մենք տենց խնդիր չենք ունենա։ Այստեղ ավելի թեթև է, ավելի դեմոկրատ մոտեցում է, այսպես։ Դուք կարող եք իհարկե պատվիրել, բայց ու բայցից հետո շարունակություններ կան։ Իրականում ակումբային համերգներում հաճելի է նաև ինչ որ մի գավաթ գինով կամ որևէ ըմպելիքի հետ դա շատ չի շեղում եւ կարծում եմ շատ չի վիրավորում, ու նայած աստիճանի երաժշտի, բայց պահանջներ յուրաքանչյուրը կարող է յուրօրինակ ունենալ։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ այսօր թարմ ձու կուլ են տվել ձեր բոլոր կատարողները, ձեռքերը ոնց է։ Շատ լավ, մարզել եք, հա։ Այո, միշտ մարզված են։ Դες այսօր լավ ելույթ եմ մաղթում։ Հաճելի երեկո ենք մաղթում եւ տեղեկացնում կամ հիշեցնում մեր հեռուստադիտողներին, որ այսօր ժամը 21-ին Մեծո ակումբում օպերա Viva նախագիծն է լինելու եւ 5 օպերային երիտասարդ երգիչ-երգչուհիներ Հայկը, Խաչիկը, Վիգենը, Ալինը եւ Հասմիկը ամենահայտնի օպերային հիթը չի ասում օպերայինին, բայց օպերային հիթեր կներկայացնեն ձեզ գլուխգործոցներ ձեզ շատ հայտնի, շատ ձեր կողմից սիրված թեթև գեղեցիկ ստեղծագործություններ ակումբային միջավայրում, այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը։
Այսքանը ձեզ հաջողություն ենք մաղթում, Շատ շնորհակալություն։ Եվ սպասում ենք նոր այսպիսի գաղափարներով, իսկ այս մեկը հուսով ենք, որ կհաջողի եւ լավ կլինի։ Իսկ մենք ձեզ ենք սպասում այսօր։ Սա մեր հրավիրատոմս։ Ձեր հրավիրատոմս։ Մենք ունենք հրավիրատոմս բարեկամներ։ Շնորհակալ։ Վայ, այստեղ Շնորհակալ ենք։ Նվարդ, այստեղ դուք կաք։ Իհարկե, Այս պոստերում չկայք, այս մեկ հրավիրատոմսում կայք։ այդպես է։ Լավ։ Դուք անակնկալն եք։ Այո։ Գնացինք առաջ բարեկամներ, կհանդիպենք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, ժամանակն է խոսել առողջության, առողջ գեղեցիկ ժպիտների մասին եւ հիշել, որ լավ ատամնաշարը, ջերմակ, ոչ միայն էսթետիկ առումով է կարևոր, այն նաեւ բնորոշում է մարդու առողջական վիճակը եւ այդ ամենը փոխկապակցված է միմյանց հետ։ Այսօր մենք առողջության մեր եթերի այս հատվածը նվիրել ենք մարդկային ատամներին։ Եվ մենք ունենք մասնագետ, ում հետ զրուցելու ենք, ում հետ փորձելու ենք քննարկել հարցեր եւ ստանալ պատասխաններ։ Եվ մեր հյուրն է իմպլանտոլոգ Էդուարդ Վլադիմիրի Խաչատրյանը։ Ով ներկայացնում է- Վլադիմիրովիչ, այսպես ինչ է ձեզ դիմում։ Ով ներկայացնում է Դինոզոբրիկ ատամնաբուժական կենտրոնը, վերջինս գտնվում է Հրաչյա Ներսիսյան 14 կոտորակ 1 հասցեով 8-րդ հիվանդանոցի դիմաց, հեռախոսահամարը 20 24 64։ Դինոզոբրիկ մի տեսակ դինոզավրիկի հետ է մտածիքորդում։ Հատուկ եք այդպես արել, թե ոչ թե թե հատուկ ասվածը, այսպես ասեմ, կա այդպիսի ստոմատոլոգիական կլինիկաների ցանց։ Դա իհարկե Ռուսաստանում է, բայց ինչ որ կերպ դա փոխանցվել է Հայաստան եւ որոշել են, որ պետք է անունը լինի ստոմատոլոգիական կենտրոնի Դինոզոբրիկ։ Դինոզոբրիկ, շատ լավ է։ Դե սկսենք Դինոզոբրիկի հետ կապված հարցեր, որտեղ նաև մենք որոշակի հարցերի պատասխաններ ընդհանուր այս ոլորտի հետ կապված կստանանք։ Թերապևտիկ ստոմատոլոգիա։ Ինչ է ատամների էսթետիկ կամ գեղագիտական վերականգնումը, ցիրկոնե ու կերամիկական վինիրներով։ Վինիրները որոնք են այն մետաղյա սարքերն են։ Ոչ, ժողովրդի լեզվով ասած հոլիվուդյան ժպիտը, այսինքն Այն որ Այն որ ես ուզում եմ։ Այո։ Այսինքն ատամի, որոշակի վնասման դեպքում, ատամների վնասման դեպքում եւ ոչ միայն, ասենք կան մարդիկ, որոնք բնածին ունեն որոշ չափով թեքված ատամներ, դիրքափոխված ատամներ կամ գունափոխված ատամներ եւ ուզում են ունենալ ավելի գեղեցիկ ատամներ, հա, այդ դեպքում ատամները վերականգնվում են, այսինքն մեթոդներից մեկն է վերականգնման վինիրները, որոնք իրենց մատերիալը, հա, ֆարֆոր է, հա, եւ փակցվում է, այդ վինիրը փակցվում է ատամի արտաքին մակերեսին։ Իսկ ներդիր է, ներդիր չէ, ինքը ներդիր, երբ որ դրվում է ատամի ներսում, հա, իսկ սա փակցվում է ատամի մակերեսին։ արտաքին։ Արտաքինից, այո, փակցվում է ատամի մակերեսին, ու փոխում է ատամի գույնը, էսթետիկան, դիրքը, ու ինչու՞ չէ։ այդպես միշտ մնում է, թե փոխելուց հետո հեռացում։ Որտեվ դա արդեն ինքը ավելացում է, Այդպես մնում է, այո։ ներսից ատամը եթե առողջ է, այն շատ երկար ժամանակ փաստորեն կարող է պահպանել իր տեսքը։ Իհարկե, իհարկե։ Դա մեր երազած այդ հոլիվուդյան ժպիտն է։ Այո։ Շատ թանկ է։ Գիտեք ինչ, ուզում եմ ասել յուրողություն մեր ժողովրդին, որ Հայաստանում ստոմատոլոգիան շատ մատչելի է։ Այնպես Եթե համեմատենք Բայց այո չնայած- դրսի գների հետ, այո, շատ է ժողով։ Օրինակ խոսում էինք ծանոթ մեր իմ ընկեր ստոմատոլոգների հետ, Այո։ հետաքրքիր է, որ նյութերը լրիվ նույնն են, ինչ որ օգտագործվում է Այո։ ավելի զարգացած երկրներում, այնպես չի, որ ավելի մատչելի են այստեղ նյութերը, Սարքավորումներն են նոր։ Սարքավորումներն են նույնը, հիմնականում բոլոր ստոմատոլոգները այո, այո։ աշխատում են լավագույն սարքավորումներով եւ նյութերով, բայց գները էժան են, մատչելի են։ Ու կարողացել է ստոմատոլոգները հասնել այդ մակարդակին՝ ի տարբերություն մնացած բոլոր բնակավարների։ Երևի թե այո, որովհետև Հայաստանում դուք ինքներդ գիտեք, ասենք ցավը եմ ասում, բայց յուրաքանչյուր ծառայություն, չէ, արժեքը ցածր է, քան ասենք Մնացած այլ վայրերում։ մնացած այլ երկրներում։ Այսինքն ադապտացվում ենք նաև նաև ստոմատոլոգիան։ շուկային էլ ենք ադապտացվում, հա, վճարունակությանը։ Միանշանակ, այո, ցավալի է, բայց այդպես է, որովհետև ասենք արտասահմանում, եթե ասենք մեկ միջամտությունը ենթադրենք արժենա $3000-ին, $3000, այստեղ այդ նույնը արժե $1000 ենթադրենք։ Այդպես է, որովհետև Մի քանի անգամ ավելի մատչելի այո, է։ կարող եմ ասել 3-4 անգամ ավելի մատչելի։ Այսինքն եթե մենք ունենք լրիվ առողջ ատամներ, բայց ուզում ենք ունենալ շատ գեղեցիկ ատամնաշարժ, դա այսօր հնարավոր է անել այս տարբերակով, որ մենք ասացինք թերապևտիկ ստոմատոլոգիա։ Ես կգամ ձեզ մոտ էսթետիկ եւ գեղագիտական վերականգնման։ Իսկ հիմա գնանք այլ բաժին, որը մանկական ստոմատոլոգիան է եւ երեխաների հետ առնչությունը։ Որ տարիքից է պետք բերել, ինչպես է աշխատում նրանց հետ,
հետ։ Այսօր մենք եթերից առաջ էլ զրուցեցինք, որ ցավի այս տեսանկյունից շատ ձեռքբերումներ ունի ժամանակակից բժշկությունը, ատամնաբուժությունը, չկա ցավասվածը, որը տարիներ առաջ մշիակով էին աշխատում, նյարդերը դուրս բերել եւ այլն։ Այսօր երեխան ընդհանրապես ցավ չունի։ Ինչպիսի մեթոդներ ունեք դուք, ոնց կարելի է երեխային սթրեսից ազատել, հա, ատամնաբուժարանի հետ ուրեմն կապված։ ասեմ, սկսել ընդհանրապես էլ եւ ստոմատոլոգիայի զրույցը ստոմատոլոգիայի մասին ընդհանրապես պետք է սկսել մանկական ստոմատոլոգիայից, ինչու՞։ Որտեվ մանկական ստոմատոլոգիան ավելի շատ ուղղվածություն է, հա, պրոֆիլակտիկ ուղղվածություն ունի, այսինքն կանխարգելիչ, որպեսզի կանխարգելենք հետագա, ասենք, ատամնաշարերի դեֆեկտներ ունենալու պատճառը, հա, բեկվածություն, ֆունկցիայի եւ այլն, որտեվ նշանակություն ունի նաև մանկական ստոմատոլոգիան բարձի մեծությունը երեխայի, այսինքն ծնոտների ձևավորման մեջ ունի նաև բարձի մեծությունը, եթե բարձը մեծ է լինում, այդ դեպքում կարող են ծնոտի որոշակի անոմալիաներ ձևավորվել, իսկ պատասխանեմ ձեր հարցին, այդ ցավի տեսանկյունից, հա, հիմա մանկական առհասարակ ստոմատոլոգիան, նաև մանկական ստոմատոլոգիան, այո, շատ զարգացել է, այսինքն ցավի ֆակտորը գրեթե չկա։ Հա, նու երեխաներ կան, որոնք ֆոբիա ունեն, հա, այդ խալաթից, հա, բժիշկ ասվածից, այո։ Այդ ամենը, այսինքն այցերը այսպես են կազմակերպվում, կարող է երեխան գա մի քանի այց, բայց չարվի ոչ մի միջամտություն, այսինքն օգնի բժիշկին մյուս երեխային բուժել եւ այլն, հա, որ ինքը հասկանա, որ դա ու խաղի են վերածում, այսպես ասեմ, հա, մանկական ստոմատոլոգիա եւ շատ հաճելի է։ Հետո տանը շարունակվում է, որովհետեւ օրինակ իմ աղջիկը երբ որ գնաց եկավ, տանը արդեն ասեղով ինքը իր տիկնիկներին էր սրսկոպ, վերածվել էր ատամնաբուժի եւ այլն։ Այո, հիմա ուզում ասեմ մեթոդները այնքան են արդիացել, այնքան են զարգացել, որ երեխաներ գրեթե ցավի ֆակտոր գոյություն չունի մանկական ստոմատոլոգիայում։ Հաճախ լուրջ չեն վերաբերվում երեխաների կաթնատամների հետ եղած խնդիրներին, որովհետև կարծում եմ, որ այդ կաթնատամները պիտի փոխվեն վաղ թե ուշ, եթե չեն ցավում, ապա ծակվել են, փչացել են, կարելի է դիմանալ, մինչև որ կաթնատամը կփոխվի, որքանով է վտանգավոր փչացած կաթնատամը հետագա հիմնական ատամի ձևավորման հարցում։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց է, ես էլ եմ առիթ ունեցել ու եթերում հնչեցնել կոչս բոլոր ծնողներին, հա, որտեղ երեխաները adekvat չեն, այսինքն իրենք չեն կարող իրենց իսկ բերանի խորոչի առողջությունը հոգալ, հա, առողջությունը, եւ պետք է ասեմ, որ շատ ծնողներ ցավ եմ ասում, որ գիտակցությունը իրենց այնքան ցածր է այդ նույն բերանի խորոչի եւ ատամների մասին, որ չեն կարողանում ճիշտ կազմակերպել երեխայի բուժումը, հա, այ դուք ճիշտ ասացիք, որ մտածում են որ կաթնատամ է, ինքը փոխվել է, ապա իրեն պետք չէ բուժել եւ ոմանց մոտ կա նաեւ կարծիք, որ կաթնատամները չունեն արմատներ։ Ոչ, իրենք ունեն արմատներ, իրենք ի սկզբանե դուրս են գալիս առողջ, հա, որոնք պետք է կատարեն ֆունկցիա եւ այդ ֆունկցիան կաթնատամների, այդ փոխման ատամների փոխման գործընթացը սկսվում է 6 տարեկանից, 6-7 տարեկանից, հա, եւ նրանք պետք է առողջ լինեն, վերջ-վերջը չմոռանանք, որ այդ կաթնատամի տակ գտնվում է մշտական ատամի սաղմը, այսինքն նրա բորբոքման դեպքում կարող է վնասվել նաեւ մշտական ատամի սաղմը եւ այդ ատամը պրակտիկորեն Եվս մեկ անգամ սա կոչ է ծնողներին, որ հույսը չդնեն, որ սա կաթնատամ է, որ խնդիրը անցողիկ է եւ այլն։ Եվս մեկ հարց բանկական բժշկության հետ, ստոմատոլոգիայի հետ կապված, ծնողներից ժառանգական ֆոնը, վատ ատամների այսօր բժշկությունը կարող է ապահովել բուժում երեխային, որ ժառանգել է ծնողների հենց այդ վատ կողմը, հա, ատամների հետ կապված խնդիրը։ Գիտեք ինչ, այո, ժառանգականություն շատ հզոր ֆակտոր է, որ այդ հաշվի չնստել չի կարելի, այսինքն դու բուժել ես ծնողներին, հա, մեկ էլ մտնում է երեխան, դու այսինքն գիտես ծնողների ատամները, մեկ է տեսնում ես նույն թեքվածությունը, նույն դիրքը, բնական է դա ժառանգական արդեն ֆակտորն է այստեղ գործում եւ կանխարգելել հնարավոր է իհարկե, այսինքն մենք արդեն իմանալով ինչ է սպասվում, հա, երեխայի մոտ, եթե իհարկե իրենք հետևողական են, կարելի է օրինակ անդրադառնալու ենք իհարկե օրթոդոնտիկ ստոմատոլոգիային, հնարավոր է կանխարգելել այնպես, որ ինքը չունենա այդպիսի խնդիրներ։ Իսկ ուժեղ ատամներ կան, թույլ այդ ժառանգականությամբ դա էլ է թերևս փոխանցվում, չէ՞, օրինակ ես
իմացել եմ, որ երեխան ատամնաբուժի մոտ գնում է երեխա ունենալուց հետո, որովհետև առաջին անգամ ատամնաբուժի այցելել եմ 22 տարեկանում։ Մինչև դա մտքովս չանցել, որ երիտասարդները, պատանիները կամ երեխաները կարող է գնան ատամնաբուժի, ասենք ատամը ցավի, այդպեսի բան չեմ Ուղղակի պատկերացրել։ առողջ ատամներ։ Բայց ամեն դեպքում այս ժառանգականությունը անցնում է դեպքում երեխաները, եթե ծնողներից մեկ ավելի թույլ ատամներ է ունենում, հնարավոր է, որ նրանց էլ անցած լինի։ Այդ դեպքում կանխարգելող ինչ-որ բաներ կա, օրինակ ես գիտեմ, որ իմ ատամները լավը չեն, ես պատրաստվում եմ երեխա ունենալ կամ ունեցել եմ երեխա, հենց սկզբից ինչ-որ բան կարող եմ անել, որ այդ երեխայի ատամները առողջ աճեն։ Այո, իհարկե, ուրեմն այդ երեխա ունենալուց առաջ, հա, պետք է զբաղվեն գինեկոլոգները, որոնք ասենք հատուկ պրեպարատների միջոցով, արյան անալիզների միջոցով որոշում են կալցի քանակը արյան մեջ եւ այլն, այսինքն այդ ամեն ինչը պետք է հսկողության տակ լինի, որպեսզի եւ ծնողը, հա, եւ երեխան չունենան, երեխան չունենա ատամների հետ կապված եւ առհասարակ ոսկրային համակարգի հետ կապված որոշակի միջամտություն հնարավոր է։ Այո, իհարկե հնարավոր է, բայց ամենաճիշտը, հա, այսպես ասեմ, դա այցն է գոնե թե տարին մեկ անգամ ստոմատոլոգի, դա որ տարիքում ուզում է լինի, մանկական ստոմատոլոգիան ավելի հաճախ։ Այսօր ինչով է պայմանավորված եւ որքան է տևում մարդու բնական ատամնաշարի գոյությունը մինչեւ որ տարիքի նկատում կա սահման։ Ոչ, սահման չկա, այսինքն իմ պրակտիկայում հանդիպել են, ասենք, շատ վաղ տարիքում կորցրած ատամներ, ընդհանուր 14-15 տարեկանում երեխաներ, որոնք կորցրել են ատամներ, ամբողջ բոլոր ատամները։ Եվ օրինակ իմ տատիկը, որ իր ատամներով գնաց այն աշխարհ։ Եվ կան, ասենք, արդեն զառամյալ տարիքի, հա, կանայք տղամարդիկ, ովքեր գալիս են 80-ից իրենց ատամներով, այո, այնպես որ դա տարիքային ցենզ չունի։ Դինոզոբրիկում դուք առաջարկում եք եւ ճկվող պրոթեզ եւ կա իհարկե թիթեղյա պրոթեզները, որոնք են տարբերությունները սրանց։ Գիտեք ոնց տարբերությունները բնականաբար իրենց մատերիալն է, հա, ինչից պատրաստվում են պրոթեզները, բայց պրոթեզների մեջ ավելի շատ ես կուզենայի նշել ցուցումը, այսինքն կան տարբեր, օրինակ կա դեպք, երբ պացիենտը մոտենում է, ասում է, գիտեք, ինչ ես ճկվող պրոթեզ եմ ուզում, ասենք ճկվող, այսինքն դա իր մատերիալը, հա, այնպիսի մատերիալ, որ կարելի է ճկել, այսինքն ինքը ծամվական ճնշմատակ, թեթևակի ճկվում է, հա, իսկ չէ, իհարկե ոչ, ինքը ճկվող ասածը այդպեսի ճկուն չէ, ոնց որ ենթադրենք ռետինը, բայց ծամվական ճնշմատակ ինքը փոքր-ինչ ադապտացվում է ծնոտին եւ այդ ծամվական ճնշմանը։ Հա, եւ կա ցուցումներ էլի, օրինակ ոնց նշեցի, պացիենտները գալիս են ցանկությունով, որ մենք ուզում ենք այսպիսի պրոթեզ կամ այսպիսի, արդեն նայում ես, ուզում ես, որ հետո խորհուրդ ես տալիս, որ չէ, ձեր մոտ սա հնարավոր չէ, սա է հնարավոր, ուզում ասեմ, դրանք դուք նշում եք մատերիալների տարբերությունը, բայց կա նաեւ կլինիկական տարբերություններ, իրենց ֆունկցիայի տարբերություններ, որոնք ցուցվում են այս դեպքում եւ հակացուցվում են այլ դեպքում։ Իսկ մի անիմաստ հարց եմ ուզում տալ, միամիտ երևի շատ հեռու մասնագիտական հարցերից։ Կան այնպիսի պրոթեզներ, որոնք չեն հանվում։ Թե անպայման գիշերը քնելու։ Չէ, օրինակ դու տեսարանից վախենում ես։ Ասենք հարցը տիպիկ է, այսինքն բոլորն են տալիս, ուրեմն պրոթեզ կոչվում է բոլոր այն կոնստրուկցիաները, հա, որոնք պատրաստվում են բերանի խորոչում։ Նրանք երկու մեծ խմբի են բաժանվում՝ ֆիքսված եւ շարժական։ Այսինքն կամրջաձև ատամները նույնպես պրոթեզ են, բայց նրանք ֆիքսված պրոթեզներն են, ուզում ասեմ պրոթեզ ասվածը դա պարտադիր չէ, որ նա պետք է լինի շարժական։ Բայց ասենք բոլոր ատամները չկան եւ հարկավոր է պրոթեզ դնել։ Կա այդպիսի պրոթեզ, որը չհանել։ Գիտեք ոնց եթե չկան ատամներ, նու պատրաստվում է պրոթեզ, նու չհանել տարբերակը, այնտեղ գիտեք ոնց անդրադարձ պետք է կատարեմ ես իմպլանտոլոգիա, հա, եկեք ժամանակների առավելևս որ քիչ ունենք։ Անդրադարձ կատարենք իմպլանտոլոգիային։ Ինչու անդրադարձ, որպեսզի հասկանանք էլի անատամ ծնոտների դեպքում, հա, կարելի է երկու եղանակով այդ հարցայինքն կլինիկական վիճակը բուժել ֆիքսված, այսինքն ատամնային իմպլանտներ տեղադրել, հա, որի վրա այո, նու պարտադիր չի ամեն ատամի համար մեկ իմպլանտ, բայց գոնե թե մեկ իմպլանտը կարելի է ծանրաբեռնել 1.5 ատամի հաշվարկով, այսինքն պետք է տեղադրենք 14 ատամ, հա, պետք է ունենանք 8 իմպլանտ։
նու դա կարելի է փոփոխել այդ քանակը, բայց իմպլանտների այդ ատամնային իմպլանտների դեպքում, հա, տեղադրելուց հետո կարող ենք ունենալ ֆիքսված կոնստրուկցիա, հա, որը ֆիքսվի եւ վերջ։ Իմպլանտը փչանում է, թե չէ։ Ոչ։ Օրինակ, եթե այս ինքը մետաղական է, դու իմպլանտ դրեցիր բոլոր ատամների փոխարեն, դա նշանակում է, որ միջև վերջ դու կարող ես ունենալ այդ ատամները։ Ու վերջ ասածը արաբերական է, բայց նու եթե չհարված է, նո վերջը չգիտես երբ է, սկսենք դրանից։ Ուզում ասեմ, այո, իմպլանտները շատ երկար են ապրում, հա, բայց դա ուղիղ համեմատական է տվյալ մարդու բերանի խորոչի հիգիենայից։ Եթե կպահպանեն հիգիենան, դա կտևի շատ երկար, այսինքն ծառա երկար։ Եթե ոչ, ինչ պատճառով կորցրել է ատամները, այդ նույն պատճառով, այսինքն վատ հիգիենայի պատճառով կարող է կորցնել։ Այ դա է ուզում ասել, իսկ հիգիենան կարող է օգնել սեփական ատամները բնությունից տրված երկար պահպանել։ Թե այնուամենայնիվ միանշանակ 100%։ Ինչու, որովհետև բերանի խորոչում կա վերջի միկրոֆլորա, հա, որը այնտեղ կան բակտերիաներ, պայմանական ախտածին եւ այլն, որոնք պետք է այդ բերանի խորոչի միկրոֆլորան պահել այնպեսին, որպեսզի ատամները, լնդերը եւ այլն բերանի խորոչի օրգանները ժամանակը կարճ է, բայց հարց իմպլանտոլոգիան մեր պատկերացումներով այսօր ամենաթանկ տարբերակն է ատամնաշարը վերականգնելու։ Երբ կա տենդենց, որ այն սկսի ավելի հասանելի դառնալ։ Գիտեք ոնց ինքը արդեն հասանելի է մարդկությանը, որտեվ որ ասեմ թանկ է իմպլանտացիան, ոչ, որովհետև եթե վերցնենք այդ ընդհանուր գումարը, ծախսված գումարը եւ բաժանենք այն տարիների մեջ, որը պետք է ծառայի իմպլանտները, հավատացեք, դա չնչին գումար է կազմում։ Այսինքն կարող է միանվագ պացիենտը վճարում է շատ, հա, գումար, բայց դա եթե իրեն տարիների մեջ բաշխենք, այնտեղ այդքան էլ թանկ չի գալու։ Պրոթեզավորումը դուրս է գալու գործածությունից, եթե իմպլանտոլոգիան շատ ավելի ընկալելի եւ ընդունելի լինի հասարակության կողմից եւ մատչելի։ Միանշանակ չեմ կարող ասել այո, որովհետեւ լինում են կլինիկական դեպքեր, որոնց դեպքում, հա, որ այդ կլինիկական կլինիկայի դեպքում հնարավոր չէ տեղադրել իմպլանտ։ Ինչ օրինակ ծնոտի բորբոքում։ Նու չէ, կան պայմանական եւ հակացություններ կան, հա, որի դեպքում մաշված ծնոտ, հա, որտեղ վերջի իմպլանտի համար պետք է որոշակի քանակության ոսկր, հա, որի մեջ պետք է տեղադրվի իմպլանտը, չկա այդ ոսկրը։ Իսկ ինչի՞ց է մաշվում։ Ծնոտի ոսկրը մաշվում է ատամների կորստից եւ այն հիվանդություններից, որի պատճառով ատամները դուրս են եկել, հիվանդացել են, էլի, այդ հիվանդության պատճառով տեղի ունենում, այո, ծնոտի ոսկրի ապաճ։ Եվ պրոթեզի համար, որ ասիկ, նաև իմպլանտները կան փոքր ատամնային իմպլանտներ, որոնք ֆիքսում են պրոթեզը, այսինքն կան մարդիկ, ովքեր կրում են արդեն պրոթեզ, հա, դե պրոթեզը անհարմարավետություն է պատճառում մարդկանց, շարժվում է մկանային օրգանների շարժի հետ, այսինքն միմիկայի մկանները, շուրթը, լեզուն, հա, եւ այդ փոքր ատամնային իմպլանտների միջոցով այդ պրոթեզները ֆիքսվում է ծնոտին, այսինքն նրանք էլի հանովի են, բայց հանվում է ձեռքի ուժի ներգործության դեպքում, հա, ձեռքի ուժով պետք է հանել, այսինքն հիգիենայի պարագաներով եւ օգտագործել լվանալ եւ ֆիլմերում որ տեսնում ենք, եւ տեղադրել նորից պրոթեզը, որը տեղադրելուց հետո դառնում է անշարժ։ Շատ լավ, եւ օրթոդոնտիային էլ անդրադառնանք, որ տարիքից է ցուցված պրոֆիլակտիկան, որպեսզի մենք չունենանք խնդիրներ։ Այսինքն օրթոդոնտիան կարգավորել ատամնաշարը, դա է։ Ուրեմն օրթոդոնտիան գիտություն է, որը զբաղվում է ատամնաշարերի, այո, դեֆեկտներով, այսինքն ատամների թեքվածությամբ, անոմալի կցվածքի եւ այլն, շատ հետաքրքիր գիտություն է ճյուղի ստոմատոլոգիայում եւ այստեղ են բրեկետները։ Այո, բրեկետային համակարգերը, շատ կան այդպիսի կոնստրուկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է ուղղել ատամնաշարը, բայց հիմնական ուղումը նորից, այսինքն դրա անհրաժեշտություն լինում է շատ դեպքերում, նորից ծնողների ամփոփությունը, այսինքն երեխայի մկատնատամների վաղարժամ հեռացում, վաղարժամ կորուստ, որի դեպքում արդեն մշտական ատամները սկսում են թեք հաճել, հա, այսինքն կցվածքը փոխվում է, այո, սկսում են թեքվել եւ նաեւ այդ թեքվածության նպաստում են 8-րդ ատամների, հա, 8-րդ ատամների ճնշումը ընդհանուր ատամնաշարերի վրա եւ այդ առաջանում է ատամնաշարերի, հա, դեֆորմացիաներ եւ օրթոդոնտիան օգնում է այդ դեֆորմացիաների ուղղումը։ Այս բոլոր բաժիններով ձեր ստոմատոլոգիական կենտրոնը զբաղվում է։ Իհարկե։ Բաժինները մի կողմ, դուք հիմա ինձ մոտ կոնկրետ վստահություն առաջացրեցիք ու վստահ եմ հեռուստադիտողների մոտ եւս։
ձեր բոլոր գործընկերներն էլ այդպեսին են, հա։ Իհարկե։ Իհարկե, լավ է, չէ։ Իդեպ դինոզուբրիկ, չէ, դինոզավրիկ Հիմա չասեմ։ հիմա դուք այդտեղ միայն իմպլանտոլոգիայով եք զբաղվում, թե այլ հարցով էլ ձեզ կարող ենք դիմել։ Չէ, այլ հարցերով էլ ես եւ օրթոպեդիայով եւ իմպլանտացիայով, միայն Ես գտա կարծես թե նոր ատամնաբուժին իմ հին ատամնաբուժի աչքից հեռու։ Հուսով եմ այս եթերը նա չի դիտում։ Նրան բերտակ կպահեն։ Քո ատամնաբուժին նույնիսկ մենք ենք ճանաչում այնքան էս։ Կատակարեցի, ես քեզ չեմ դավաճանի։ Բայց թաքուն հետո կգնաս անպայման դինոզուբրիկ, որը գտնվում է Հրաչյան Ներսիսյան փողոցում 14 կոտորակ 1 հասցեով 8-րդ հիվանդանոցի դիմաց։ Ամենահեշտ այդպես է պետք հիշել։ 8-րդ հիվանդանոցի դիմաց հեռախոսահամարն է 20 24 64 20 24 64 զանգահարում եք կամ գնում եք 8-րդ հիվանդանոցի դիմացը դինոզուբրիկ ստոմատոլոգիական կենտրոն եւ հարցնում եք Էդուարդ Վլադիմիրովիչին։ Ու արդեն վաղվանից Էդուարդ ձեզ մոտ հերթեր են գոյանալու հենց կոնկրետ ձեզ մոտ ու նաև մենք էլ կգանք երբ անհրաժեշտություն ունի ձեզ հաճելի աշխատանքային օր ենք մաղթում շնորհակալություն ձեզ։ լավ թեթև այցելուներ որոնք հետո իրենց առողջ ու գեղեցիկ ժպիտներով շնորհակալ կլինեն ձեզ ձեր աշխատանքի համար Եվ դուք մի մոռացեք լվանալ ձեր ատամները հատկապես գիշերը քնելուց առաջ այդպես լինում է չէ որ ալարում եք այդ ժամանակ արդեն պարկել եք ֆիլմ եք դիտում հետո այդպես էլ քնում եք մտածում եք առավոտյան կլվանամ առավոտյան նույնիսկ կարող եք չլվանալ եթե ալարում եք բայց գիշերը անպայման լվացեք ատամները Երբ որ դու մտածում ես չէ լավ առավոտյան Ինչ է ձեզանից գնում։ Եվ մի քանի վայրկյան է։ Բացի այդ, եթե դուք նորմալ ձեզ հետևում եք ձեր հիգիենային, բայց ընտանիքում կա անդամ, որին պետք է ճնշել այդ հարցում, մի մոռացեք ստիպել ձեր ընտանիքի անդամներին եւս հետևել ատամների հիգիենային։ Այսքանը։ Շնորհակալություն եւ ձեր այցի եւ շատ հաճելի էր, ձեզ հաջողություններ ենք մաղթում, ձեզ էլ հաջող ենք մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղն առավոտյան։